զրույցել իրենց հետ չեք ունենում, տնօրենը նշեցիք, որ ապարկեշտ արտահայտություններ ան, գուցե նաև երեխա որ ասեք տնօրենը ոչ մի անգամ հանդիպում չի պահանջում, ասենք ծնողի հետ, տնօրեն համագործակցություն չկա, ինքը միշտ խնդրում է, որ եկեք այս դուրը միայն բողոքների համար չի, այս դուրը ինչի համար շնորհակալ լինենք, նրա համար, որ դուք դաստիարակներին պատշաճ ուշադրություն չեք դարձնում, դա է խնդիրը, շնորհակալություն հայտեք, անընդհատ շնորհակալություն պահանջելով չարած աշխատանքի համար, չգիտեմ։ Հասկացա, որ 1 տարի առաջ է տվյալ տնօրենը նշանակվել այս մանկապարտեզում։ Տարի ու կես կարծեմ։ Ինչու է փոխվել։ Նախորդ տնօրենի հետ ինչ-որ կոնֆլիկտներ կային դաստիարակ, բայց նախորդ մեր ընկեր Վիրաբյանը շատ լավ տնօրեն էր, չգիտեմ ինչու այդպես ստացվեց։ Հիմա էլ ինչ-որ միջադեպ էր եղել տարական, ես կարծում եմ, որ դա էլ պատճառ չէր, որ ընկեր Վիրաբյանը դուրս գար։ Իսկ ընկեր Միրիբյանի հետ ես ընդհանրապես ոչ մի շփում չեմ ունեցել, ոչ մի անգամ մենք չենք հանդիպել, միայն հանդեսներին, ծափահարությունների տեսքով ենք իրան դիմավորել, ոչ մի անգամ ես իրան ինչ-որ տենց ոչ մի հարցում չեմ դիմել, ծանոթ չեմ իրեն, բայց որ ինչը նշանակում է դաստիարակները բոլորը 10 էլ դիմում գրեն դայակների հետ մեկտեղ, դա իմ համար աբսուրդ է, ուղղակի աբսուրդ է։ Տեսեք նշենք, որ Թաղապետարանից 3 աշխատակազմի ղեկավարը եկել է, շատ հանգիստ, լավ զրուցել է, մեզ ասել է կփորձենք փոփոխություններ անել, թե ինչ տեսքով են լինելու այդ փոփոխությունները մենք հստակ չգիտենք, որովհետև իրենք ասում են մենք մեր աշխատանքային մեխանիզմներով ենք այդ ամեն ինչը անելու։ Այսօր մեզ հրավիրել են ժողովի ժամը 6-ին, կտեսնենք, այո։ Կտեսնենք վերջնական ինչ լուծում են տալիս։ Մենք իրենց ասել ենք, որ միակ խնդրի լուծումը արդեն այս հարցն է, որ տնօրենը պետք է հեռանա, որտեղ չենք կարող իրոք երեխաներին չենք կարող վստահել այս հաստատությունում։ Եթե մենք առաջնային պետք է մտածենք երեխաների շահերի համար, մենք պետք է վստահելի ձեռքերում հանձնենք։ Իսկ մեր դայակ դաստիարակները այնքան համեստ, այնքան ազնիվ, մաքուր, թափանցիկ աշխատող մարդիկ են, որ նույնիսկ այս պարագայում իրենք չեն ցանկանում ոչինչ բարձրացնել։ Մենք երկրորդ, երրորդ մարդկանցից նոր ինֆորմացիաներ ենք հավաքել, իմացել ենք, դեռ շատ բաներ էլ հարցական են չգիտենք։ Այդ արդեն ինչը որ գիտենք, դա ասում ենք ձեզ։ Այսինքն տնօրենը ստիպում է ըստ էության աշխատակիցներին, որ դիմում գրեն, հեռանան կամ իրենց համար ստեղծում է։ Ստիպել է, այսպես է, ստեղծում է անհարմար պայմաններ։ Կարծում եմ, եթե վերադասը անվայել է վերաբերվում աշխատողի հետ, դա արդեն ներելի չէ։ Այնպիսի փակուղի է ստեղծում, որ իրենք այդ պայմաններում ուղղակի անհնար է աշխատեն։ Լավ, չեք կարողանում արտահայտել այդ արտահայտությունները ասել, այն ինչը որ տնօրենը ասում է, բայց այսինքն բարկացած է խոսում կամ աշխատակիցները փորձում են կամ աշխատակիցները օրինակ փորձել են իրենք բոլորով մտնել տնօրենի մոտ, որևէ խոսակցություն ունենալ, հարթել այս իրավիճակը, ինչպես իրենք են ասում, երեխայի լավագույն շահից ելնելով։ Այո, բոլորով, եթե իմ իմանալով մտել են երևի թե, որովհետև անհնար է այսքանից հետո չմտնեն, դե ցանկանում են ընդհանուր հայտարարի գան, որպեսզի դաստիարակները հետ կանգնեն իրենց որոշումից, բայց դաստիարակները ոչ մի ձև չեն ցանկանում հետ կանգնել։ Իրենք ցանկանում են հեռանան լուռ, աննկատ, այսպես ասեմ, ես չգիտեմ, ոնց ուղղակի մեզ ասին մենք չենք լինելու էլ, ես ուրիշ մարդ